գիտակրթական միջազգային կենտրոնի մասին, թող ձեր հարցը։ Շատ լավ է։ Կեսը մոտավորապես գիտեն, ասեմ, որ Հայաստանում կա 60 բարձրագույն ուսումնական հաստատություն, 62, որոնցից 23-ը պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, 23։ Ուրեմն դրանցից երկուսը բակալավրիատ չունեն, դրանցից մեկը մեր գիտակրթական միջազգային կենտրոն։ Իդեպ ընդունելությունը սկսված է մագիստրատուրայի և մարդիկ ովքեր հետաքրքրված են կարող են դիմել և մեզ մոտ մագիստրոսական կրթություն ստանալ, իսկ ասպիրանտուրայի ընդունելությունը ևս շարունակվում։ Այսքանը, ինչպես ասում են, լուված է։ Հիմա երկրորդ հարցը, քանի որ մենք այսօր Էրասմուսից ենք խոսելու, ովքեր են լսարանում, ովքեր են երբևէ լսել, պարզ է բոլորը լսել են, Էրասմուսի մասին առնվազն այսօր, ովքեր են, որ առնվազն մեկ անգամ մասնակցել են Էրասմուսի որևէ ծրագրի։ Շատ լավ է, կեսից շատ է, մոտավորապես 70%։ Հիմա երկրորդ հարցը, ձեզնից ովքեր են, որ մասնակցելուց բացի փորձ են արել, որը մեկ անգամ Էրասմուսի որևէ ծրագիր մշակել, այդ նշանակում է նստել գրել։ 1, 2, 3, 4, մոտավորապես 10-12 հոգի, շատ լավ է։ Հիմա այդ 12-ից ովքեր են, որ հաջողել են, այդ նշանակում է ոչ միայն մշակել են ծրագիրը, այլ նաև հաջողել են և իրականացրել են, կամ իրականացման փուլում են գտնել։ Շատ լավ, մոտավորապես կեսը։ Ինչի համար եմ ես հարցերը տալիս, որովհետև այդ ծրագիրը, որ ես ներկայացնելու եմ, կոչվում է EU Bridge։ Հենց այս բաների մասին, այսինքն ինչպես իմանալ Էրասմուսի մասին, հետո ինչպես խորանալ, այսինքն հասկանալ, թե դա ինչի մասին է և ինչպես կարելի է ծրագրեր մշակել, հետո ինչպես մշակել հաջողակ ծրագրեր, որպեսզի հետո կարողանաս նաև իրականացնել։ Հաջողակ, այսինքն պետք է շահել, փող պիտի լինի, հենց այնպես չես կարող ձեռքերով իրականացնել։ Ուրեմն մեր ծրագիրը հենց դրա մասին է, և դրա համար շատ կարևոր է, որպեսզի բոլորը իմանան, որտեղ այդ ծրագիրը իհարկե համակարգողը, ինչպես ասվեց, գիտակրթական միջազգային կենտրոնն է, բայց դա չի նշանակում, որ միայն մենք ենք դրանով զբաղված կամ միայն մենք ենք դրանում ներգրավված։ Այս ծրագիրը բոլոր բուհերի և ասեմ, ոչ միայն բուհերի, այլ նաև այլ ուսումնական կրթական հաստատությունների և ոչ միայն կրթական հաստատությունների, այլ նաև հասարակական կազմակերպությունների համար, նույնիսկ ոչ ֆորմալ խմբերի։ Ուրեմն մեր ծրագիրը կոչվում է EU Bridge կամ ԵՄ կամուրջ, բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար։ Տեսեք, հենց վերնագիրը ասում է եվրոպական ծրագրերի կամ նախագծերի կառավարման համար։ Ուրեմն տևողություն